Բարի երեկո սիրելի հետևորդներ, ժամը 22:45 րոպեից դա նշանակում է, որ դուք քաղաքագետ Արամ Ավետիսյանի YouTube-յան ալիքում եք, ձեզ հետ Արամ Ավետիսյանն է եւ ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ։ Սիրելի հետևորդներ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթություններ ստանաք առաջին, ինչպես նաեւ պետք է խնդրեմ լայքեք եւ կիսվեք տեսանյութերով։ Ողջունում եմ քեզ նաեւ Արամ, ուրախ եմ, որ այս երեկոն անցկացնենք։ Շնորհակալություն մեր սիրելի հետևորդների հետ եւ Արամ, ուզում եմ օրս երեկոն սկսենք մի հետաքրքիր լուրով, ուրեմն Գյումրիում քաղաքի կենտրոնում Վարդանանց հրապարակում այս պահին ընթանում են քաղաքի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները, սակայն տեղադրվում է ոչ թե կառավարության կողմից Գյումրին անցած տարի նվիրված նոր տոնածառը, որի գնման, տեղադրման եւ զարդարման համար Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացվել էր 20 միլիոն 100 հազար դրամ, այլ հինը, որից գյումրեցիները հոգնել էին, քննադատում ու հումորներ էին անում, պատճառը այստեղ կոմունիստական կուսակցություններ, նրանք կարելի ասել անձնական խնդիրներից ելնելով, այտենց ամբիցիաներից ելնելով նոր տոնածառը գյումրեցիներին եւ մասնավորապես փոքրիկներին զրկում են նոր տոնածառի այդ շքեղությունից եւ հինն են վերանորոգել տեղադրում, ինչի համար էլ նաև Գյումրիի բյուջեից բավական վերանորոգման համար մեծ գումարներ է տրամադրել, իսկ նոր տոնածառը ասել են այն կտեղադրվի Գյումրու ծայրամասում Մուշկամանի թաղամասում։ Այ իմանալով կոմունիստական կուսակցության այդ նախասիրությունները եւ համակրանքը Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ես կարծում եմ, որ օրինակ նրանց համար լավ կներ, որ Բելայա Բիրոզա երևի տեղադրեին, ավելի ուրախ կլինեին եւ կուրախացնեին Ռուսաստանի Դաշնությանը, Ռուսաստանի քաղաքացիներին, քան թե սեփական ժողովրդին։ Շնորհակալ եմ Արթուր հարցի համար, ողջունում եմ մեր սիրելի հայրենակիցներին, ինչ վերաբերում է այդ կոմունիստական կուսակցության դիրքորոշման հետ կապված, դուք գիտեք, որ նրանք կոմունիստ չեն, նրանք կապիտալիստ են եւ նրանք շեղվել են առհասարակ Վլադիմիր Լենինի եւ Մարքսի այդ կոմունիստական գաղափարախոսությունից, նրանք ուղղակի քութիկի կարգավիճակում են այսօր եւ Շիրակի մարզում Գյումրի քաղաքում գիտեք, որ Ռուսաստանի Դաշնությունը այդպես հյուպատոս ունի, կոնսուլ ունի, այնտեղ 102 ռազմաբազա կա եւ այս մարդիկ ուղղակի քութիկի պես ծառայում են այդ ռուսական իմպերիալիզմին եւ այդ հատեքստում ես պետք է նշեմ մի շատ կարևոր բան, որ օրերս ինձ ինֆորմացիա տրամադրեցին, որ հայտնի երևույթը Վարդանիկ Ղուկասյանը, որին որ ձերբակալեցին եւ այսօր նրա գործը գտնվում է դատարանում, ինձ տեղեկացրեցին, որ սա այն աստիճանի հոգեկան խնդիրներ ունի եւ այն աստիճանի իրան ներշնչը, որ ինքը չգիտեմ մի այդպես աշխարհի մակարդակով կարևոր գործիչ է, որ քրեական գործը հարուցվելուց հետո գնացել է 102 ռազմաբազա եւ այնտեղի ղեկավար կազմին ասել կարաք ինձ Ասադի պես հանեք Հայաստանից ինքնաթիռով, ոնց որ Ասադին հանեցին Սիրիայից, սա ցանց մակարդակը Արթուր, սրանք այն աստիճանի քութիկ են, որ իրանք անգամ չեն հասկանում, որ Ասադը ուր, իրանք ուր, Սիրիան ուր, առհասարակ ուղղակի YouTube-ով մի երկու հաղորդում են նայել այդպես աշխարհակաղակական process-ների հետ կախված եւ ցնցումների մեջ են ընկել, որովհետեւ նրանք չունեն կրթություն, նրանք դպրոցներ չեն ավարտել։ Ինչ վերաբերում է այդ տոնածառի հետ կապված, տեսեք Արթուր, ժամանակին կհիշեք, որ հայ հեղափոխական դաշնակցության Ռեմբո գոյություն ունի, իշխանիկ Սաղաթելյանը, որը որ հանրության շրջանում հայտնի է որպես շերեփուկ, կհիշեք, որ սա վայնասուն էր դրել, որ ոնց կարելի է տոնածառը զարդարել, մենք պատերազմող երկիր ենք, նոյեմբերի 9-ին ենք ստորագրել եւ հենց այդ ժամանակահատվածում, երբ սրանք ուղղակի վայնասուն էին դրել, նա բռնվեց Զվարթնոց օդանավակայանից, այդպես երբ մեկնել էր Դուբայ, Արաբական Միացյալ Էմիրությունների նոր տարուն այդ երևույթը եւ հետո ամպագորգոր հայտարարություններ անում, որ ես շատ կարևոր հանդիպումներ եմ ունեցել Արաբական Միացյալ Էմիրություններում, մի օր կխոսեմ դրա մասին, մենք 3 տարի արդեն սպասում ենք, թե երբ է Գազանիկը հայ հեղափոխական դաշնակցության բանակից խուսափած, այդպես նաեւ կհիշեք, որ Արմեն Աշտյան կոչված այդպես քաղաքական գործիչ կա, որ քրեական պատասխանատվության ենթարկվեց եւ նրա գործը եւս դատարանում է գտնվում, որովհետեւ նա իշխանիկ Սաղաթելյանի հետ ինչ-որ կոռուպցիոն սխեմաների համաձայն շուկայականից բարձր արժեքով իշխան Սաղաթելյանին պատկանող այդպես քոթեջներ էին գնել Սևանի ափին բժշկական համալսարանի համար, այսինքն սրանք Արթուր սրանց կորմը տուր, կոմբիկերը տուր Ռուսաստանից բերված այսպես 4-րդ կարգի, ինչ պետքա կհաչան,
Այսինքն ինչ վերաբերում է Շիրակի մարզում Գյումրի քաղաքում տեղի ունեցողին, տեսեք Արթուր, սրանք իրենց ներքաղաքական անձնական շահի համար ամեն ինչի պատրաստ են, նրանց համար չկա հանրային շահ, չկա ժողովուրդ, չկա հանրություն, եւ մենք տոնածառի հետ կապված նշել ենք, որ ցավոք սրտի մեր Հայաստանի Հանրապետության բնակիչները, քաղաքացիները չունեն շատերը այդպիսի տոնածառ իրենց տանը եւ այդ երեխաները ուղղակի գալիս են հրապարակներում նկարվում են այդ տոնական օրերին որոշակի տոնակատարության տեղի ունենում եւ դա շատ դրական երևույթ է նրանք ինչ-որ խոսում էին որ քանի 100 միլիոն դրամ փողը հատկացվի այսինքն Քոչարյանի քուրակներ Ալիևի շներ դուք մի հատ Ռոբերտ Քոչարյանի Սերժիկ Սարգսյանի հարցներից խոսացեք թե նրանց այդ շորերը մի քանի 100,000 $ արժողությամբ այդ որտեղից կարող է Իշխան Սաղաթելյանի բաններ տոհներ Մանթաշովի հետ վիզ դրե ժամանակին եւ սրանք չգիտեմ այդպես բան էին ստացել էլի կտակ էին ստացել դարել են միլիոնատեր բոլորս հիշում ենք չէ Արթուր Քրքորյանի պես ազգային բարյալին ինչ օրը գցեցին եւ ես բազմիցս նշել եմ որ Քրքորյանը մերնելուց առաջ աստեղ ես սրանք թուրք են Քրքորյանի գերեզմանին մի հատ մեխակ դրած չկա Քոչարյան քութիկը եւ Արթուր այսպես փակելով այս թեման տոնածառի հետ կապված ես եւս մեկ անգամ ուզում եմ որպեսզի մեր բազմաչարչար հայ ժողովուրդը իրականում տեսնի եւ մենք բացահայտում ենք թե ով են առհասարակ սրանք ոչ մի գաղափարախոսություն չունեցող ուղղակի փողին վաճառված Ալիևի շներն են եւ եւս մեկ անգամ դա փաստ տվեց, որովհետեւ սրանք թքած ունեն հայ ժողովրդի այդ երեխաների եւ նաեւ իրենց նաեւ ընտրողների վրա եւ սրանց միայն նպատակը զավթել իշխանությունը գալ մոտ կանգնել լափամանին եւ այդ լափամանը ուղղակի դարձնել իրենց ընտանիքի, իրենց հարցների, իրենց բջերի այդպես բուգը ծածկելու, բուգը լցնելու ուղղակի հանատեքստում ուրիշ սրանք անելիք չունեն Արթուր, սրանք վախճանված քաղաքական գործիչներ են, սրանց տեղը սովետաշենի աղբանոցն է։ Արամ եւ անցնելով հաջորդ թեմային, այս շաբաթ տեղ ունեցավ այն ինչի սպասում էինք ամիսներ շարունակ, ինչպես Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, կառավարությունը հրապարակեց Արցախի բանակցությունների այդ փաստաթղթերը կարելի ասել գաղտնազերծեց նաեւ որոշ հատվածը եւ այնտեղ մեզ համար դա նորություն չէր։ Մենք ֆիլմեր տիրապետում էինք այդ տիրապետում էինք ինֆորմացիային, որ ժամանակի Ռոբերտ Քոչարյանը հենց պատրաստվում էր հանձնել Մեղրին փոխանակել այո Մեղրին Արցախի հետ հիմա ովքեր մեր հեռուստադիտողներից տեղյակ չեն եւ նոր սերունդը չգիտի, այսպես է ուրեմն համաձայն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո փոխանակման Մեղրի շրջանի բնակչությունը եւ Աղդամի, Ֆիզուլիի, Ջաբրայելի ու Կուբատնուի ժողովրդին տեղափոխում են Հայաստանի Հանրապետության տարածք, Մեղրին ամբողջությամբ անցնում էր Ադրբեջանի Հանրապետությանը։ Եվ հիմա հրապարակվեց եւ կրկին ընդդիմադիր որոշ գործիչներ, բնականաբար ինչ որ կեղծ լրագրողներ, նաեւ ինչ որ տես սկսեցին խոսել, նաեւ ինչու՞ չէ, այսօր եթերում տեսա Արցախի Հանրապետության падգամավոր Մետաքսե Հակոբյանը նաեւ ասում էր, որ արդեն ծայրը երևում էր այս ամենի ավարտի Արցախը մեր ներնելու բանակցությունները ճիշտ հունով էր ընթանում եւ Նիկոլ Փաշինյանը այդ նոր կետով սխալ տարավ, այդպես մի հատ մեծ էլի կրկին վայնասուն է Արամ հիմա։ Այդ ծայրը բառը շատ հոգեհարազատ է Մետաքսե Հակոբյանին ոնց հասկանում։ Իսկ ում էր հարցրել Ռոբերտ Քոչարյան Արամ հարց է առաջանում ինձ մոտ նաեւ վստահ եմ միլիոնավոր հայ հետևորդների մոտ ում էր հարցրել Ռոբերտ Քոչարյանը արդյոք մեղրեցիք պետք ուզում էին որ լքեին Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքը որպեսզի Սիրուշան Շուշիում բանաներ այդտեղ Ալվաշ պարկերի հետ հա տես մենք կարադառնանք նաեւ Արցախի թեմի առաջնորդին քիչ ես ուզում եմ հասկանալ ում էին հարցրել իրանք որ հիմա մի հատ էլ ասում էին դա լավագույն տարբերակներ արդեն դրան են տանում հիմա էլ այդ խոսույթով են ապրում Շնորհակալ եմ Արթուր հարցի համար եւս մեկ անգամ բազմաչարչար հայ ժողովուրդը իր աչքերով ականատես եղավ թե իրականում ով է Ռոբերտ Քոչարյանը իսկ Ռոբերտ Քոչարյանը դա էթնիկ ադրբեջանցի է Արթուր եւ երբ դուք հարցում եք թե ում էր հարցրել ոչ մեկին չէր հարցրել եւ
Չմոռանանք, որ 1999 թվականին հոկտեմբերի 28-ից առաջ ինչա տեղի ունեցել նախագահական նստավայրում եւ ուղղակի սպարապետ Վազգեն Սարգսյանը աթորով իջել է Ռոբերտ Քոչարյանի գլխին։ Այդ ինչ տեղի ունեցավ, որ աթորը ջարդեցին Քոչարյանի գլխին, իսկական հայերը, որովհետեւ գաղտնազերծվեց եւ այդ փաստաթղթերին նրանք կարողացան այդպես տեղեկություն ստացան, որ այս ադրբեջանցին Հեյդարի եղբայրը ուղղակի ուզում է Հայաստանի Հանրապետություն վարչատարածքային այդպես մեր ինքնիշխան տարածքը փոխանակի Ղարաբաղի հետ եւ իշտ էր շատ կարեւոր Արթուր, որ ադրբեջանցիները թուրքերի հետ մեզ վերցնելու են ուղղակի շրջափակման մեջ եւ մենք Իրանի հետ սահմանից զրկվելու ենք։ Եվ այս կոնտեքստում ոնց բացատրենք, ոնց ներկայացնենք, որ սա էթնիկ ադրբեջանցի է, եւ ես այսօր մի շատ կարևոր բացահայտում կանեմ, Արթուր, տեսեք, Մեղրիի պլանի հետ կապված Ռոբերտ Քոչարյանին Տանզանիայի Մարտամանդի հանքեր է փոխանցվել Ալիևների ընտանիքի կողմից եւ ես նշեմ, որ այդ գործարքում շատ մեծ նշանակություն եւ կարեւորություն է ունեցել մի անձնավորություն Շաումյանից ուղղակի մազապուրց եղած Գենադի Ստեփանյան կա, Գենադի Շագորի Ստեփանյան, որի որդին Շագոր Ստեփանյանն է, էթնիկ ադրբեջանցի, եւ սրանք Ռոբերտ Քոչարյանի քավորն են, սրանք Սիուշոյի եւ Լող Լևոնի քավորն են եւ այս ադրբեջանցիների միջնորդությամբ այդ ամեն ինչը տեղի ունեցել եւ ես հենց հիմա կհրապարակեմ մի շատ կարեւոր տեղեկատվություն, տեսեք, ես հենց հիմա ներկայացնում եմ Գենադի այդ թուրք Գենայի հարսին, թուրքին, խնդրեմ, այս թուրքը իր ամուսնու հետ Կներես արամ, սա թուրք չի, սա թորք է։ Այո, այս թուրքը Արթուր Սրանք մենք ամիսներ առաջ նաև բացահայտեցինք, որ պղծել են Մայր Աթոր Սուրբ Էշմիածինը, հենց մեզ ներկայացնում այդ լուսանկարը, որտեղ որ ադրբեջանցիները էթնիկ, խնդրեմ, սա Լող Լևոն Քոչարյանի եւ Սիուշոյի քավորն է կնոջ հետ, երկու ադրբեջանցի թուրք, որոնք որ չեն զլացել, նաև պղծել են Մայր Աթոր Սուրբ Էշմիածինը, ինչի համար Գարեգին B, չգիտեմ, ծայրագույնն է, ինչագույնն է, այդ երևույթը պետքա պատասխանատվության ենթարկվի։ Խնդրեմ Արթուր, եւս մի նկար թուրքերի կայֆերից, ադրբեջանցիների։ Ես նշեմ Արթուր, որ մեր թղթապահանքում դեռ շատ մենք ինֆորմացիա ունենք, ես նշեմ, որ այս հայտնի երևույթը, այս Ռոբերտ Քոչարյանի քավորը, սրա միջնորդությամբ է տեղի ունեցել այդ բանակցությունները 2000 թվականին, 2001 թվականին, որը որ սկսվել էր 1999 թվականին, եւ նաեւ այս հարցի համատեքստում պետք է չմոռանանք հոկտեմբերի 27-ի ոչրագործությունը, թե ինչու ուղղակի սպանդ տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում պարլամենտում եւ չգիտես ինչպես սպանվեցին այն մարդիկ, որոնք որ դեմ էին Մեղրիի փոխանակման տարբերակին եւ Ռոբերտ Քոչարյանին ենթարկել էին ծեծի եւ բռնության, ուղղակի թքել էին դրա ռոժին։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է։ Ես նշեմ, որ այս թուրք Գենայի գլխավորությամբ տեղի են ունեցել հանդիպումներ, որոնք որ մինչ օրս շարունակվում են Դուբայում եւ այլ երկրներում եւ Ալիևի կլանը սրանց փոխանցել է մի շարք ակտիվներ Աֆրիկայում, նաեւ Մոսկվայում, Տանզանիայի Անդամանդի հանքերը եւ նաեւ Սուդանում այդ հայտնի գործարանը, որը որ մենք բացահայտեցինք եւ Սուդանի հեղափոխական իշխանությունները մի քանի տարի առաջ ուղղակի պետականացրեցին $200 միլիոն արժողությամբ այդ գործարանը վերամշակման, որը որ պատկանում էր Իլհամ Ալիևին եւ Ռոբերտ Քոչարյանին, սա այլևս փաստ է եւ ես մեր սիրելի հայրենակիցներին ուզում եմ տեղեկացնեմ, ովքեր որ ունեն Սյունիքում, Քաջարանում, Կապանում ազգականներ, բարեկամներ կարող են հետաքրքրվեն եւ նրանք մեր ասածները կհիմնավորվի այն համատեքստում, որ Քաջարանից, Կապանից մի շարք մեր հայրենակիցների ուղղակի սրանք տարել եւ աշխատացել են Սուդանում։ Այսինքն դա արդեն իսկ փաստ է եւ այդ գործի շրջանակներում մի շարք կոռուպցիոներներ այսօր փախած են ուղղակի Հայաստանից, հետախուզման մեջ են եւ սա խոսում է մի բանի մասին, Արթուր, որ սրանք էթնիկ ադրբեջանցիներ են եւ ոչ միայն ադրբեջանցի են, սրանք պոռնիկներ են, Արթուր։ Մտ սրանց հարսների, սրանց տան էքերի հակուկապը նայեք, մտ սրանց վիճակը նայեք։ Չեմ ուզում սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնեմ կամ այդ դաշտ մտնեմ, որովհետև դա մեզ հարից չի, բայց ես ուզում եմ որպեսզի մեր հայ ժողովուրդը հասկանա, որ գործ ունեցել տարիներ շարունակ փալասների հետ։ Եվ այս փալասները այսօր ղեկավարվում են իրենց տան էքերի կողմից։
Սրանք ոչ միայն լող եւ պատկաբլուշնիկ են Արտուր, այլ սրանք նման գնահատական չկա, որ մենք կարող ենք տալ։ Ռոբերտ Քոչարյանի տանը էքերն են որոշում։ Գենայի տանը էքերն են որոշում։ Եվ ես նորից եմ նշում, թե Ռոբերտ Քոչարյանը, թե Գենան, թե լող Լևոնիկը, թե դեսետրակ մեծակ այդ տուֆտեքը, դրանք յուբկա են հագնելու։ Մենք դրանց յուբկա ենք հագցնելու, հանենք գցենք քուչեքը, որովհետև սրանք պետք է այդ պատիժը ստանան։ Սրանք ադրբեջանցի են էթնիկ, սրանք եկել են եւ սակարկման առարկա են դարձել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, որի համար պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որպես դավաճաններ։ Սրանք դավաճան են Արտուր, եւ մինչ օրս սրանք Մոսկվայում պարբերաբար հանդիպումներ են ունենում, մենք մեր աշկով ենք տեսել եւ ուղղակի այդ հայտնի ռեստորան կա Ասուտա Մադրը Մոսկվայի կենտրոնում, որտեղ որ ես իմ աշկով եմ տեսել, ուղղակի մարդիկ կային, որոնք որ խնդրեցին, որ ոտը համապատասխան տեղից չփոկեմ այդ շագուրիկի, եւ ես նրան տեսա ադրբեջանցիների հետ, որպեսզի չթքեմ նրա դեմքին, բայց ես թքելու եմ նրա եւ նրա հոր դեմքին Երևանում։ Եվ մենք նրանց սպասում ենք, նրան այն եզրած, մեսրած կան, դրանց հետ էլ կապված մենք օրերս բացահայտում կիրականացնենք, այս նաև Էշմիածի պղծելու դեպքի հետ կապված եւ նաև զգուշացնում եմ Հայաստանի Հանրապետության գործող օլիգարխներին, որոնք որ մենք ինֆորմացիա ենք ստացել այդ հարսանիքին թուրքական, ադրբեջանական մասնակցություն են ունեցել, ոտները որներից հետ կպոկեմ արա։ Մենք սպասում ենք դրանք էլ այդ որ մի օլիգարխն է գնացել Գենայի հարսանիքին մասնակցել, այդ Գենայի պորնիկի։ Եվ նորից եմ նշում, խելքներդ գլուխներդ հավաքեք, Հայաստանի Հանրապետության ժողովրդի դեմ խաղ չկա։ Ուզում է Ռոբերտ Քոչարյանը լինի, ուզում է ով ուզում է լինի։ Եվ օրերս դուք տեսաք, չէ՞, վիճվածքին ինչ որ հավաքել արել կոնգրես միացում մի 100 հոգի անտեղյակ էր ճարեն դե ինչ որ նկարել են բան sense ունդեղ ասում է որ մենք պարբերաբար պետք է հանդիպենք ինչ որ էշ դուսա տալի Երևություն արամ ես պետք է խնդրեմ եթե քեզ հայտնի է մանրամասներ մի փոքր հայտնես այդ հանդիպումը Ուրեմն այս քրչը Արտուր այդ հանդիպմանը եւս մեկ անգամ փորձել է խաբել չէ՞ այնտեղ այդ մարդկանց ես մարդու տեղ չեմ էլ դնում որ հենց պետության դեմ են գործում ինչ որ խաբել է որ Պուտինի հետ խոսացել ենք հեսա իշխանությունը վերցնում ենք Ես միշտ ասում եմ, չէ՞, Քոչարյան Ռոբերտի իր հարցների հետ ուրիշ բան է վերցնելու։ Ուղղակի էթիկայի նորմերի չեմ ուզում խախտեմ, եւ այդ եթիմը նորից այդ խեղճուկրակ ժողովրդին հավաքել այնտեղ, ինչ որ արդեն պաշտոններ են բաժանում։ Ներքին գործերի նախարար, ինչ որ մեկին ուղղակի խեղճուկրակ մի հատ անձնավորություն։ Ես Ռոբերտ Քոչարյանին պարբերաբար զգուշացել եմ, որ քոսոտ մենք քո շարժից տեղյակ ենք, ով քո գրասենյակա գալիս, ինչ եք խոսում Եվ օրերս դրա բիջը այն լոխը շուտ մալաչայում հանդիպում կազմակերպել ու սեղանը նայում ես ոնց որ Քոչարյանի քելեխը լիներ մի 20 հոգի ճարել էր ընդ էլի շուտ պաշտոներա խոսք տվել ինչ որ բաներա խափել հեսա պապան գալիս է իշխանության բան sense կանենք դու նախարար ես դու չգիտեմ ինչ ես դուք բոլորը դատվելու եք լետակեք չեք հասկանում եւ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության գնացած ցանկացած սուբյեկտ Արտուր թող ականջին օղանի Վարդանիկի կամեր ենք տանելու շփրտենք որտեղ սրանք նորից եմ նշում Քոչարյան Ռոբերտը դա էթնիկ ադրբեջանցի է դա Ալիևների քուրակն է բիժն է եւ սրանց տեղը Սոյետաշենի աղբանոցն է ու քիչ է մնացել սրանց Շուրեն ունել հարցը ինչ որ կալենդարա ծախում քանի 100,000 դրամով Սիդյուշո կոչված 300-ից ինչ որ ասում են կես միլիոն դրամով դա այդքան հայրենասեր էր տենց արցախասեր դա թող այդ կալենդարները տաներ մի 10 ընտանիքի տար այդ արծաթե զարդերը ինչ որ արցախցի երեխաների կամ զոհված մեր հերոս տղաների ընտանիքներին տաներ բաժաներ Արտուր ես շատ գիտեք ինչ շատ լավ ենք բրծել որ դա չի էլ գնացել ինչ որ մեկի հետ չի հանդիպել որտեվ սրանք պիղծ են Արտուր եւ մամուլում դուք տեսաք որ պարբերաբար հրապարակումներ եղան թե սա ինչով է զբաղված եղել տարիներ շարունակ եւ Միացյալ Նահանգներում գիտեք Վարդան Ղուկասյան կա դոգ մանկանվա բացահայտեց որ սա ուղղակի մի 30 անգամ աբորտ է արել հսկի այդ երեխաները իրանը չեն Այդ սրանց ինչ ասես Արտուր Մենք բացահայտեցինք սրանց ադրբեջանական էթնիկ պատկանելիությունը կապը այդ մարդն էլ Միացյալ Նահանգներից բացահայտեց որ սրանք ուղղակի պիղծ են Պղծերի ընտանիք Արտուր
Դուք տեսել եք նրանց նկարները։ Շուտ Քոչյան Ռոբերտը իրեն շուտ լավ տղուտեղ էր դրել, գողական էր գնում, ինչ որ ուժեղ տղա էր իրան պատկերացնում։ Արա դու քո հարցներից խաբար չես։ Դե ուժեղ է, որովհետև Պողոս Պողոսյանին տվեցին բոքսով սպանեցին։ Տանն իրան ռոլ են ասում։ Ես 2026 թվականի խորհրդանական ընտրությունից առաջ այնպիսի բացահայտում եմ իրականացնելու եւ այնպիսի տեսանյութ եմ հրապարակելու Ռոբերտ Քոչյանի հարցների անձնական կյանքի վերաբերյալ, որ Ռոբերտ Քոչյանը ուղղակի 220 ճնշումով տեղափոխվելու է Իզմիրյան կենտրոն։ Բելայի հետ միասին, Բելայի ձեռը բռնած։ Ես նրանց քաղաքական տեսանկյունից ոչնչացնելու եմ։ Սրանք թուրք են եւ սրանք իրավունք չունեն մեր արունը մեր օդը շնչեն։ Սրանց տեղը Սովետաշինի Զիբիլնոսն է։ Իրանց բջերի հետ միասին։ Թող բերաններս բացել չտան։ Ձեր վերջը եկել արա։ Ուր ուզում է փախնեք։ Վզներից հետ բռնելու ենք, բերենք ենթարկենք պատասխանատվության, որովհետեւ 30 տարի արդյոք սրանք հայի արուն են ծծե։ Չեմ ուզում այլ ձև ասեմ։ Բռնաբարել է ուղղակի Հայաստանի Հանրապետությունը նենց են թալանը արում եւ հիմա ես ու գիտեք կներես Արտուր մտել եմ շատ կարեւոր բան եմ ուզում արձանագրեմ, այս վերջերս ինչ որ տես իրանց Եվակայում են մարդ-մուրդ են խառնում, որ զանգեն մեզ ինչ որ գենանա պարզվում ընկերներ ունի։ Լավ արա դուք ով եք ընդհանրապես, դուք չհասկացաք որ այդ ձեր զանգերը, խնդրանքները ոչ մի բան չի փոխելու։ Այ պորնիկներ Գնացեք ձեր պուտանկա հարցներին տիությունը արեք։ Սա վերաբերում է Քոչյանին ու այն գենա կոչվածին։ Դուք տղա չեք։ Դուք յուբկա եք հագնելու։ Կամ ավելի գրական ասեմ, կիսա շրջազգեստ։ Արամ տես ես թքեմ ես սրանց էսին Արտուր։ Արամ ես եւս նայեցի այդ Մալաթիա Սեբաստիայում այդ աջակիցների հետ հանդիպումը, սեղանները տեսա եւ ես ուրախացա իրականում այդ տեսանյութից, որովհետեւ այդ տեսանյութը ուրախացնում էր ինչով որ հայ ժողովուրդը արդեն չի գնում նման հավաքների։ Նրանք ստիպված են ինչ որ խորովածով մարդկանց խափեն տանեն։ Բա Լևոն Քոչյանը այտենց մարդասեր է, այտենց, բա եթե չեմ սխալվում հենց Մալաթիա Սեբաստիայի հարևանության 4 գյուղում այդ տարեցների կենտրոնն է, բայց սնունդը տաներ այնտեղ սեղան դներ, դու էլ չերևայր որ չթքեին այդ տարեցները քո դեմքին որ ամիսներ շարունակ հերդ աշխատաբանը մարդկանց թոշակը չէր բաժանում։ Արտուր, տեսեք, ես Լևոնիկ Քոչյանին առասարակ պատասխանելու կամ անդանելու կարիք չկա, որովհետև Լևոնիկ Քոչյանը դա շարքային ինչ-որ մի պինգվինը չնայած պինգվինը լուրջ կենթանի է, շարքային պատկաբլուշնիկ է։ Դուք տեսաք դրան այդ կնգակլիպի մեջ ինչ էր կապիկություն էր անում։ Սրան պետք է ապագայում ինչ-որ մի հատ այն Armenia TV-ով բաներ կա, չէ՞, Ազիզյաններ, բան սերիալներ, 2 կոպեկ տաս գնա կապիկություն անի։ Շուկանիկն է հելը ասում է մեր երբ որ մենք անդրադարձանք սրան պատասխան տվեցինք լոխի ուղիղ եթերով շուկանիկն էլ եթերա մտել ասում է ես չէի կարա ուրիշի հետ որտեվ պետքա բան եմ էլի իմ այդ սերը Լևոնը պետքա ուներ որ բնական լիներ Սիրուշը մատ կարող է հիշողություն թարմացնես այն նախքին սերիդ կամ ներկա սերիդ մասին հիշացնեմ քեզ ուղղակի Սա գիտեք Արտուր, ձեզ ոնց ասեմ, սրանց ինչին ես անդրադառնամ։ Արամ ջան, տես, ես ինչի եմ այս հարցերը բարձրացնում։ Իրականում ճիշտ է, անդրադառնալու կարիք չկա, ուղղակի այդ իրանց ռոպագանդիստական հերոստալիկներով, որ ներկայացնում են Հայաստանում ինչքան վատ է կյանքը, ինչքան լավն են իրանք եղել, տարիներ շարունակ ինչքան լավ է եղել Ռոբերտ Քոչյանի իշխանության ներքո եւ հիմա Լևոն Քոչյանը, որ թպրտում է, նոր սերունդը այդ ամենը տենալով, հինը չնայելով Մտածում եմ որ այո նաև որոշ սխալներ գտնելով այս իշխանության գործելավոճից մտածում եմ որ պետքա նաև 2026-ին տեսնի Լևոն Քոչյան եւ սրանք այս ստեղծված իրավիճակից են sense սկսում ավելի ու ավելի ասպարեզում երևալ Արտուր տեսեք սրանք իրանց դեմքը պարզեցին Երբ տեղի ունեցավ 2020 թվականին Արցախյան երկրորդ 44-րդ պատերազմը մենք այնտեղ ենք եղել Արտուր այո Եկան ինչ-որ զենք ստանալու պարզվեց մեկի զանգին բան տատին լավ չի գնամ տատի մոտ քերիս ծննդաբերումա գնամ քերուս մոտ այսինքն սրանք թողեցին շամպես փախան Արտուր Մոսկվա չկարողացավ հասնել Պուտինի հետ հանդիպմանը միանգամից Ելցինի հետ էր ուզում Հուգո Չավեսի հետ էր ուզում հանդիպել ուրեմն տեսեք Արտուր սրանք հոկտեմբերի 3-ին գտնվել են Ստեփանակերտում այն Օգանովսկի քութիկի բնի մեջ
Միտո դրանց հավաքել է Քոչարյան Ռոբերտը, մենք ինֆորմացիա ունենք եւ ինչը ասելա, այնց արեք, որ մի քանի շրջան հանձնենք, իշխանությունը վերցնենք Հայաստանում։ Սրանք մի բանի համար են գնացել Ստեփանակերտ մի քանի օրով, որպեսզի հայ զինվորի դուխը կոդրեն, որպեսզի մուտիտ գցեն, հողերը ծախած է, վաճառած է, մի կռվեք, թողեք, զենքը գցեք, հետ եկեք։ Սրանք դրանով են զբաղված եղել։ Ու իրանց ինչ-որ տաղուտեղ էին դրել, բայց դուք դες տաղա եք արել։ Ես պարբերաբար նշում եմ ուղիղ եթերով, փաստերով, որ իրանց շիրիմները զուգան է դարել Արտուր, իրանց սրբատեղիները։ Ինքնասեր տեղ է, զենքը ձեռը կմերներ, արա, այ վիժվածքներ, ոչ թե սփխեչի ուլի պես, այն գեներալը ինչ այն միացական, անդադ ես դա կրկնելու եմ, կետար գազի պես գերի կհանձնվեր։ Մենք ծառայել ենք բոլորս։ Զորքը շարում էր ինչ-որ քֆուր էր ֆրթնում, ով որ գերի ինգնի իր սենսն ունենց, հենց իրանց Քոչարյանի բիջը, միացական լովա կոչվածը։ Բարա որ դու տենց քֆուր ֆրցնող տղա էր, ճիշտն եմ չէ ասում Արտուր, բախի հանձնվար։ Այնօր կադրները նայում ենք, որ ադրբեջանական Բաքվի բերդում նասկին պարավոյից լվացած կախած նայում ես վրեն 20 կիլո է դարը։ Դուք ով եք արա։ Կամ Քոչարյան Ռոբերտի այդ կանգա այդ Բելայա ինչ է, հիմա շո մտել լրփի տղա կար, չէ՞, մենք ասում ենք սուրբ կինա բան եք ասում։ Այդպես լրփի տղեկ կան, դրանց վախտնել է գալու, որ մենք ենթարկենք պատասխանության իրան ու իր բջերին, բա Բելա, այդ քո քրոջ բջերը այդ հայտնի Լեպեստոկի որդուն 2000-ական թվականին խի են սպանել այդ երիտասարդին։ Բա հելիլը հաչը աղջի դրանից։ Քոսոտ։ Ու այս քոսոտները ուզում են մեր օդը շնչեն ստեղ։ Արտուր sense բոմբ չեք սարքել։ Ոչ միայն շնչեն, այլ նաև ուզում են գան նորից իշխանության, արամ դա։ Ես ասեմ, ես ինքը իր աջակիցների հետ հանդիպան ժամանակ ասում եմ մենք իշխանությունը վերցնելու ենք, եւս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ, որ ինքը իր բջերի հետ ուրիշ բան է վերցնելու։ Ուղղակի չեմ ուզում էթիկայի նորմերը խախտեմ, այս վիժվածքներին, որտեղ մենք այդ մակարդակի տեր մարդ չենք։ Գնացեք յուբկա հակեք, արա։ Բելային ասա թոմա յուբկա տա հակի ֆրֆրա Քոչարյան Ռոբերտ։ Քոնե էտա Չմո Արամ եւ դες շարունակելով դու խոսեցիր Արցախից նախորդ շաբաթ մենք տեսանք որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում տեղի ունեցավ եւ այնտեղ հոգեվորականներն էին մասնակցում այո միանգամից արձագանք ստացա որ սկսեցին քաղաքական գործիչներ ընդդիմադիր գործիչները բնականաբար քարկոծել Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանին ես անձամբ նրան չեմ ճանաչում բայց հիմա տես ինչ է տեղի ունենում սկսեցին հայտարարել որ նա իրավունք չունի թեմա առաջնորդ նա պետք է լքի միանգամից էլի Մետաքսե Հակոբյանը էլի սկսեց այդտեղ խոսալ Ռոման Երիցյանը փաստաբան բողոքի ակցիա էր կազմակերպել ասում է որ պետքա հեռանա ժողովրդի մարդ չգնաց այո մարդ չգնաց եւ հետո ուղիղ եթերում արցախցիներին բողոքում էր թե բա դուք մոռացել եք Արցախը ման հետո շնորհավորում էր Սամվել Շահրամանյանի ծննդյան տարեդարձը որ այդ շնորհավորանքներին ընդամենը 300 հոգի էր ընդամենը մասնակցում այսինքն իրանք չեն ուզում հասկանան որ չկա արցախցի եւ հայաստանցի արդեն կա հայաստանցի հիմա ինչքան է այո մենք բոլորս հայ ազգայո մենք ցավում ենք Արցախի համար բայց սրանք միշտ ուզում են պարակտում մտցնեն միշտ ուզում են ատելություն մտցնեն իրար հանդեպ օրինակ ես կարծում եմ որ Հայաստանի Հանրապետության սահմանապահ այդ ցամաքային կամ օդային մեր ազգային անվտանգության ներկայացուցիչները պետք է Մետաքսե Հակոբյանի ձեռքից բռնեն թաթիկից եւ ուղակի ճանապարհեն Հայաստանից դուրս թող գնա այնտեղ որտեղ իրան ավելի լավ կընդունեն որտեղ այդ տիկինը ի տարբերություն ասենք Արցախի նախագահի կամ մյուսի ովքեր ձայն չեն հանում ամեն օր արամ սենց հայտարարություններով է հանդես գալիս պարակտում է ուզում Արտուր տեսեք սրանք ներկայացնում են մի մարդու Շահրաման Սամվելի որը որ դավաճան է վիժվածք է եւ Շահրաման Սամվելը մարդա որը որ հազարամյակներով գիտեք Արցախում հայեր են ապրել դա եղել է հայկական Արցախը ոչ ոքի չի հաջողվել ուղղակի էթնիկ զտման ենթարկել Արցախի մեր հայրենակիցներին սա մի դավաճան է որը որ մի ստորագրությամբ լուծարեց պետությունը եւ սա մնալու է պատմության մեջ որպես Մելիք Ֆրանգյուլը ինչ են որ անդադ օրինակ են բերում չէ ասենք Մելիք Ֆրանգյուլը սրա համեմատ ուժեղ տղա է Արտուր Սա վիժվածք է Արամ ինքը այնքան պարապ ներողություն այնքան պարապ մարդ է որ դատա է տվել նախարարությանը որ այնտեղ շեղված են գրել այդտեղ բան ասենք այ ախպեր Արտուր
պետք չէր սա այդքան չկա որ թույն խմի մեռնի, ես նորից եմ նշում, այս քոսոտը ուղղակի չի ուզում համակերպի այն իրավիճակի հետ, որ նա ուղղակի շարքային քնձխ է, այսպես նշեմ։ Այս քնձերոտների տեղը նորից եմ ասում, Սովետաշենի Զիբիլյանուսն է, ինչ որ բան, ումա հետաքրքիր Շարոման Սամվելը ինչ է ասում։ Վիճված դու պետություն ես լուծարել։ Արցախցիներին առավել եւս փասիվ ինքնասիրություն ունեիր, զենքը վերցրիր, քեզ խփեիր։ Ասիր ոչ մենը չեմ ստորագրում։ Մոռացել եք Արտուր։ Ներքին գործերի Արցախի ինչ որ ավտոներ էին փոխում տեղ պասպորտ պրավա բերեին Հայաստան, ինչ որ ոսկին 400 կիլո։ Գիտենք չէ որտեղա թաղված եղել, այդ ոնց Ալիևին տեղը ասացիք։ Այդ լավ այ վիճվածքներ։ Այդ գեսերը տրուբեկով հանդերձ տրանսֆորմատորներով այդ ոնց տեղափոխեցիք Հայաստան։ Հիմա այս մեր փաստերին իրանք ոնց են հակադարձելու Արտուր։ Մարդը գնացել է նստել է Եվլախում, կհիշեք, չէ՞։ Փաստը դուք ստորագրե, որ լուծարումը Արցախի հանրապետություն, որի իրավունքը նա չունի ըստ սահման։ Պետության ղեկավարը չի կարող պետություն լուծարի։ Պետության հիմքը դա ժողովուրդն է, ժողովրդի կամ արտահայտությունը։ Պետություն կարող է այսպես ստեղծի ու լուծարի միմիայն այդ պետության սահմանների ներսում ապրող էթնիկ ժողովուրդը, աբորիգեն տեղացի ժողովուրդը։ Բայ լրփի տղա դու ո՞ր մի արցախցուների հարցրե, ասա ես իրավունք ունեմ, համաձայնեք լուծարեմ մեր պետությունը։ Հիմա այս դիշովկեքին Արտուր մենքին ինչ մետաքս ով ընդհանրապես, մետաքսի անձնական այդպես կյանքը որ պատմեմ, կարողա չգիտեմ։ Ուղղակի 177+ հաղորդման կոնտեքստում մենակ կարանք պատմենք, սրանց թե սրանք ով են։ Չէ Արցախի, ինչ Արցախի падգամը, որ դուք իշխանությունը եկել պետությունը լուծարել եք, եկեք թե 24 ժամ հաչում եք պատերի տակ։ Եթե դուք նամուս թասի ունեիք, դուք տաղա եք, ինքնասիրություն ունեիք, կմարտնչեիք մինչև վերջ։ Երկրորդ համաշխարհային պատերազմը երբ սկսվեց Արտուր եւ երրորդ ռեխի Վերմախտի կանոնավոր բանակը այդպես առաջխաղացում էր ունեցել եւ բելարուսական ճակատներ Չեխիա արդեն Բրեստում օրերով արդեն գերմանական զորքը Կիև էր հասնում, բայց Բրեստում մարդիկ կռվում էին։ Մինչև այդ պատերին կա չէ գրած։ Զինվորները մինչև հիմա, այսինքն գրաված է եղել արդեն շրջափակման մեջ են եղել մարդիկ մինչև վերջի անգամ գերմանացիները ընդունել են այդ փաստը։ Բայց դու կարա Արցախում ինչ է կարել։ 100 տանկ եք տվել թշնամուն։ Պարիշեկը սևցրած, երևի Շարոման Սամվելի տնեցիք են։ Պարիշեկը բանարը, տարե մոյկա լվացը, որ սիուն հազդեն ադրբեջանցիներին։ Դուք ով եք արա։ Տեսանք չէ՞ դե գեներալներին։ Քոչանի այդ Բելայի բջերի հետ քրոջ բջերի հետ կապված որ մենք հաղորդում արեցինք, հենց այդ գեներալ կոչվածը Քոչանի բաժնեղը, որը որ եղել է ազգային անվտանգության ծառայության ղեկավարը Արցախի հանրապետության, այդ օրերին Հարևանի ինչ որ օպել է թե Ժիգուլին ասլա բոմժավարի հաղթվել է, ասլա դու ինձ բան ճղեմ սահմանը ասեմ չճանաչեն։ Այսինքն եթե գեներալը ինքը իր համազգեստը տունը կախած այդ ծանր օրին չի հագնում, որ դուզ գա ժողովրդին միավորի մարտնչի թշնամու դեմ, այլ բոմժավարի սպարտիվկա է հագնում, որ իրան չճանաչեն, որ ասում է Կերենսկու պես բանի կանգա էքի շոյերով փախնում է Արցախից։ Բայց սրանց հիմա որ ասում եմ սրանք էք են, սրանք ոչ չեն, օթից չեմ ասում Արտուր։ Օթից ասեմ, սխալ ասեմ, մարդը կգա կասի աղբե ջան, իմ հորը կամ իմ հորողբորը կամ իմ հարազատին դուք ես էք ասում։ Բայց պատասխան են, չէ՞ մենք մեր ասածներին տալի, ցանկացած Արտուր։ Այդ որ ինձ մեկ-մեկ գրում են, չէ, վաղ իշխանությունը փոխվի, դու կտենաս քո վիճակը։ Ուրեմն լսեք այ լրփի ծնունդներ։ Հայաստանի Հանրապետություն պարբերաբար իշխանությունը փոխվելու է, բայց մենք մեր ասածներին տեր ենք։ Մենք 10 տարի առաջ էլ որ Սերժիկին ասենք այ լոշտ եգի է տանում ես կործանման ազգային ժողովում իր թուլեքի իր բջերի ներկայությամբ հիմա էլ ենք ասում մեր մոտ ոչ մի բան չի փոխում ի տարբերություն ձեզ ուղղակի սրանք սովոր են որ իշխանությունը զավթել էր Քոչարյան Ռոբերտը 98 թվականին դարել էին սրանք ուժեղ տղա սա աղին պաշտոն էր տվել իր թայֆին բայց հիմա ուր եք արա դուք բայց ձեր երկրի խիտոր եք փախակ արա ամեն մեկը 10 հատ գերեզման թողիկ Արցախում բայց դա կարևոր չի միլիոններն է կարևոր միլիարդներն է կարևոր Արամ ջան իրանց համար օրը կգա բարին հետը թող սրանք սպասեն հայ ժողովուրդը սրանց նորից եմ ասում դեռ սրանք չեն պատկերացնում հայ ժողովուրդը սրանց հետ ինչա անելու
Այդ որ Չաուշեսկու օրինակներ եք բերում Ռումինիայի հետ կապված։ Այդ օրինակները լավ նայեք։ Քադաֆիի, Չաուշեսկու, մնացածի, Սադամ Խուսեյնի։ Օրը գալու է Արտուր, այս ժողովուրդը մի օր ոտի է կանգնելու ու այս վիժվածներին իրենց տեղը ցույց տա։ Սրանք փրկություն չունեն։ Արամ, եւ տես հոգեվորականներին անդրադառնալով այսօրվա դրությամբ ընդդիմադիրները այսօր sense հոգեվորականների ցանկ են սարքել, ստեղծել եւ ումը համակրում են, սակայն որ այդ ցանկից հոգեվորականը դեմ է արտահայտվում Գարեգին միանգամից դառնում է որ պետքա կարգալույս լինի եւ հայտարարում է որ պետքա անպայման պետքա հեռանալ։ Այսինքն եթե իր այդ համաձայն չի միանգամից բան։ Այո, եթե պարագոն են անում, էլի, համաձայն չի, հա։ Գողական է գնում։ Ինչի պետք է եկեղեցում հիմա այսօր տենց տեղի ունենա, տենց իրադարձություններ կարգալույս անեն, եթե ժամանակին պետքա իրանք մեծ ինքնամաքրվեին ուղակի, որ ժամանակը տրված էր եւ չինքնամաքրվեցին, օրինակ շատերի մեր հետևորդներից կարող են հիմա իմ հետ համաձայնել, որ թող բացեն իրենց հարսանիքի կասետները կամ դիսկերը նայեն, հա, Սուրբ Սարգիս եկեղեցում օրինակ Տեր Շահեն, որ առաջ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի թաթիկներն էր պատճում, որ Տարոն Մարգարյանը մտնում էր միանգամից, հա, լզում էր, հիմա արդեն դարձավ օրինակ այս իշխանությունների համար ծառայում, որ ինչի է ասում բացեն հարսանիքի կասետները, որ հարսանիքի արարողությունը իրականում 2 օր պետքա տևի, լավ կրճատված տարբերակով 1 ժամ 30 րոպե, բայց 7 րոպեում անցկացնում էր հարսանիքի արարողությունը, որովհետև դա փող էր եւ հավելյալ ժամանակ, այո։ Այնտեղ կարող կլենտ կորցնել։ Եվ ինչ էին ասում, այս սերժականները ասում են մի բարձրաձայնեք, չի կարելի դա եթերով ասել, որովհետև թշնամին իմանա մեր եկեղեցի իման։ Դա հիմա հենել եք ինչ որ հայտարարում եք, սրանք կարգալույս արեք, նրանք կարգալույս արեք։ Ով է դատողը, ոչ Նիկոլ Փաշինյանն է դատողը, ոչ ընդդիմությունը։ Հայ ժողովուրդն է դատելու։ Հայ ժողովուրդը, այո, եւ ամենավերջին դատաստանը պետքա Աստված է նրանց մեր դատելու։ Իրենց բոլոր կատարած մեղքերի համար ես կներեք Արտուր ասեմ, ես տարիներ շարունակ կարելի ասել եկեղեցի չեմ գնում։ Եվ արդեն մի 15 տարի է, որտեղ սրանց ռոժը չեմ ուզում տենամ։ Որտեղ ես չեմ ուզում իմ հավատքը իրացնելու հանտեքստում միջնորդը լինի ինչ որ մի հատ քրջ, կիսա հանցագործ, պլանքաշ, մի հատ նարկոման, չգիտեմ, մի հատ պիղծ։ Եվ եկեղեցու հետ կապված մենք մեր գիտեք տեսակետը բազմիցս ասել ենք եւ ես 3 պատահաբար ընկերս է ինձ Կանադայից զանգահարում Արտուր ու ինչա պատմում այդ մարդը Նրան շատ լուրջ անձնավորություն, որը որ պետական հանրակարգում շատ լուրջ պաշտոններ է զբաղեցել, իմ ընտանիքի հետ միասին ապրում է Կանադայում, ասում արամ դու գիտես որ այդտեղ ինչ որ Զարգարյան կա հոգեվորական եւ մի հոգել կա այնտեղ էլի այդ Կանադայի թեմում։ Ուրեմն այս պիղծը ինչա արի Արտուր։ Սա բնական է ձեռք բերե, իր բնականը տվել է վարձով, եկեղեցու հաշվին վարձով ուրիշ բնականը վերցրե, եկեղեցու անունով սա մեքենա է այդպես վերցրե։ Եկեղեցին է փողը վճարում սրա մեքենայի համար, տան համար, բայց նա բնականն ունի, այդ բնականն ուրիշին վարձով է տվել։ Ասում արամ դուք չեք պատկերացնում, թե ովքեր են սրանք, այս քրչերը։ Եվ մենք երբ որ խոսում ենք եկեղեցու մասին, երբ որ կարծիք ենք արտահայտում, ամենևին Արտուր եկեղեցում կան շատ կարգին հոգեվորականներ, մարդիկ կան, որ այն ձայնագրությունը հիշում եք, չէ՞, որ մարդասում արա։ Այ համբարներ, հիվանդ մորս եմ ես պահում, աղբերն են պատերազմում զոհվել է այդ եկեղեցականի, բռնին այդ տղուն կարգալույս արին։ Դուք պատկերացնում եք զոհվածի եղբայր հոգեվորական, որը որ խնդրում ասում է ինձ մի պերևոդ արեք հերուտեղ, որ կարողանամ հիվանդ ընտանիքից ես պահեմ, ասում է վեհապարը ասում էր բան արա, մորդ վեկալ նկարով զոհված այդ աղբոր հետ, գնա Քոչանի համար միտինգի։ Հիմա այս ուղղակի եկեղեցու ինստիտուտը զուտ հարգելով այդ կարգավիճակը չեմ ուզում սեռական բնույթի որոշակի արտահայտություններ ինձ թույլ տամ Արտուր, բայց սրանք պետքա մաքրվեն։ Մենք մոտ օրերս եզրած այդ երևույթի հետ կապված բացահայտում ենք իրականացնելու եւ ես խնդրեմ որ մենք եկեղեցում ինչ կատարում է մենք ինֆորմացիան ստացվում ենք ես անգամ գիտեմ թե կաթողիկոսը ուրա փախնելու մոտ ժամանակներս եւ ինչ հայտարարություններ անելու դա եւս ես տեղեկություն ունեմ ես նշեմ որ մոտ օրերս մենք այդ եզրած կիսագողական դրա հետ կապված բացահայտում ենք անելու թե ինչպես ասա զանգե ինչ որ փողեր է գցե փողեր է ստացե մարկանց զանգե մարդուն գործար մարդուն էշմիածնից եկեղեցու զանգել են ասեն չես մտածում որ տաղա ունես
Մոտ օրերս Արտուր, ես նրանց դիմակը պատրելու եմ ուղիղ եթերով։ Դրա համար կխնդրեմ, որ մենք այս եկեղեցու հետ հարցը տեղափոխենք մի քանի օր հետո մեր հատուկ եթերում կբացահայտենք, իսկ գլոբալ առումով Արտուր, տեսեք, եկեղեցին այսօր դա այն եպիսկոպոսներ կան, որոնք որ դիրքորոշում են հայտնել նաև դա առանձին պետությունից տարանջատված ինստիտուտ է եւ եկեղեցու հարցերը պետք է լուծվեն եկեղեցու ներսում։ Ես հոգևորական չեմ, ես իրավունք չունեմ գնամ խառնվեմ այդ ներքին գործերում։ Ես կարող եմ կարծիք հայտնել։ Օրինակ այս եթիմի հետ կապված այդ Զարգարյանը ինչ այդ Կանադայի ինֆորմացիան եկել է, որ այս մարդը նման բաներով է զբաղվում։ Հիմա ես կարամ կարծիք հայտնեմ եւ ես օգուտ եմ տալի եկեղեցուն իմ այս կարծիքով որպես ինստիտուտ։ Ասում եմ, գիտես ինչ կա, հարգելի հոգևորականներ, մարդիկ, որոնք որ ծառայում են ժողովրդին, չեն ուրիշ բաներով չեն զբաղվում, մաքուր մարդիկ են։ Ասում եմ, գնացեք այս բիժվածքին շպրտեք այնտեղից։ Պատմության աղբանոց, որ սրան չկապեն ձեր հետ։ Եվ կհիշեք տերորիստ Բագրատի ամենամեծ ձեռքբերումը որն էր, որ նա վարկաբեկեց եպիսկոպոսի ինստիտուտը, երբ նա այդ շորյան Գանդիի տեղն է դրել շորեր հաքի հոգեկան հիվանդի պես Կանադայի քաղաքացի ընդ որում Արտուր, ու մեկը չեղավ ասի, արա այ տականք, դու Կանադայի քաղաքացի ես, անգամ Հայաստանի քաղաքացի չես, այ քրջ, քեզ այդ ժողովրդին խափում, ասում է բանա վարչապետ եմ ընտրվում, ըստ սահմանադրությամբ այլ երկրի քաղաքացին իրավունք չունի գա ստանձնի Հայաստանում իշխանություն։ Դուք պատկերացնում եք սա ինչ տիպի էր զոմբիացի ժողովուրդ։ Դե ժողովուրդը տանում էր հանձնել Ռոբերտ Քոչարյանին։ Այո, Արտուր, սա Քոչարյանի քութիկն է։ Ես բացահայտել եմ, որ սրա հետ մենք հանդիպել ենք, նա երթում պատարագ էր ուտում, որ Քոչարյանի Սերժի հետ կապ չունի։ Դուրս եկանք, ինքը չէր իմանում այս լոխը, որ մեքենաներով ներքևը տղեկը սպասում են։ Նստեց ավտոն, վազեց Քոչարյանից տուն։ Ու ես այդ օրը բացահայտեցի, որ սա շակալ է, սա կապիկ է։ Եվ բայց սա իր կապիկ, իր շակալ տականքալով վարկաբեկեց եկեղեցին Արտուր, որտեվ եկեղեցականի հագուստով էր, չէ՞ շրջում։ Ուզում ես քաղաքականությամբ զբաղվես, այդ հագուստը հանի հրաժարվի հոգևոր ծառայությունից, գնա դարի ակտիվիստ Սերժի Քոչարյանի քութիկ դարի։ Քո իրավունքն է։ Մենք այդ ենք ասում։ Արամ, ես իրականում մեծ ցավ եմ ապրում, որ 2024 եւ 2025 թիվը հիմա եզրափակում ենք նման պատերազմներով, եկեղեցի, քաղաքասարակություն պատերազմներով։ Շատ ցավալի երևույթ է։ Ահա որ երևույթ է եւ երբ ժամանակին բարձրաձայնում ենք, ասում ենք եկեղեցին պետքա մարդկանց մոտ լինի, շփումը ավելի մեծ պետքա լինի մարդկանց հետ։ Մենք տեսնում ենք TikTok-ում սարկավարքը բաթլ էր խաղում եւ իր իդրամի դրամապանակը դրել էր, գրում էր ինձի գումար փոխանցեք։ Մենք տեսել ենք նաեւ որ իդեպ եւ եկեղեցին չզբաղվեց դրանով կեղծ եկեղեցականներ ովքեր սքոսրաներում ծառայություն են մատուցում, այսինքն եթե դու պետքա քո մերձավորին թաղեր սքոս ծառայության հետ անա ասում էր կարող եք մեր տերտերը գա, բայց դա իրականում ֆալշիվի տերտեր էր, ոչ մի հոգևորական եկեղեցու հետ կապ չուներ։ Այսինքն փոխանակ եկեղեցին զբաղվեր իր ներքին խնդիրներով, այնքան էս ամեն ինչը ուռճացրեց եւ դարձավ 25 թվականին հիմա իրար են ուտում ներսում։ Արտուր, տեսեք, ժամանակին այն խնդիրները, որ եղել են եւ մենք այն պղծությունը, այն ամեն ինչը, այն կրիմինալը, այն կիսագողական սրանց պահվածքը, երբ որ մենք բարձրաձայնել ենք, ներկայացրել ենք, չէ՞, ի՞նչ է տեղի ունեցել։ Սերժիկ Սարգսյանը էշիականջում քնած էր։ Սերժին հետաքրքիր էր իր մաֆիայով իր փողն էր աշխատում։ Միշիկի ապագան էր կառուցում։ Բայց դրա համար այսօր այս պետությունը ընկավ։ Դες օրինակ նայում էի, ասենք 2000 Սաշիկներ էս էլի Արտուր խոսքի։ Սաշիկին ասում ես այ համբալ, պազի ավտո չես քշի արա։ Լավ զմերուկի ավտո ես դու քշել, քեզ այդքան փող ո՞ր դուց։ Սախալ բան ենք ասում։ Նայ արամ 2023 թվականին Ռոբերտ Քոչարյանի հետ իշխանեց կազմակերպած միտինգներին, տեսնում ենք նույն Սուրբ Սարգիս եկեղեցու հետ Տեր Շահենը մյուսը ժամը 4-ին արդեն բանի միտինգի դեմից գնում էին երթով, մի 6 հոգով գնում էին, բայց եկեղեցին փակվում է ժամը 20:00-ին, 21:00-ին։ Իրանք այդ ժամին միտինգի էին գնում։ Եվ լավն են, շատ ընտիր հոգևորականներ են, որտեղ մասնակցում են։ Հիմա չեն մասնակցում արդեն։ Հիմա Նիկոլ Փաշինյանին պատարագ են անում, մի հատ էլ ինչ որ կեղծ լրագրողներ կան, տենց ինչ որ ատամ հատիկին, հա, քաշել են որ բան լինի, տենց լրագրող դառնա, բայց չի ստացվում մոտները։ Սուրբ Սարգիս եկեղեցու պատարագը կեղծ պատարագ են, ասենք։ Արտուր, տեսեք, գնահատականներ են տալիս, ասենք ես ուղղակի զարմանում եմ, սա ոնց են։ Արդեն ես քիչ եմ անդառնում այդ դժբախտներին, չէ, որովհետև տեսեք, դատական նիստա։ Ես հիմա որպես օբյեկտիվ
ոչ մեկին ոչ մեղադրում եմ, ոչ ինչ-որ ուղղակի զուտ ուզում եմ հասկանամ, թե սրանք ինչպես են բանականության դեմ պատերազմ հայտարարել։ Ուղեղին սրանք մարտահրավեր են նետել։ Դատավարություն է գնում, արդեն գրում են 18 արդարների գործով դատավարություն։ Հիմա հարգելի այտենց վերնագիր գրող լրագրողներ, այդ լոմը, բենզինը, պայթուցիկը, յուղը, բաղաց շփոթանը ինչի համար է ձեռք բերել այդ զենքերը։ Հոգևորականը զենքը ձեռքա բերում, լոմը ձեռքա բերում, ինչի համար։ Հիմա Արտուր, մենք ուղիղ եթերում ենք, չէ՞, օրինակի համար։ Հիմա որ լոմը բերեմ դնեմ կողս, լոմը ինչի համար է պետքա մի հատ լոմ չէ, լոմի նաբորը լոմ է, հա, լոմ է, ու զանգ եմ ասեմ մի հատ բան արեք, հեսա տրոլեյբուսը հելնենք, դեզը վառենք, գցենք, այսինքն սա արդեն խոսում է դրանց մասնագիտական որակների մասին Արտուր եւ ապագայում նրանք եւս հայտնվելու են աղբանոցում պատմության, որովհետեւ նրանց տեղը Արտուր, սրանք պատերազմ են հայտարարել բանականությանը ու գիտեք մի հատ էլ նեղանում են, ասում են ժողովուրդը մեզ հելավ ինչ ասեց, բայց ժողովուրդը ձեր նման խոտ չի ուտում արա, քոչանու Սերժի 2 կոպեկ փող են շպրտե այդ դժբախտներին, քութիկներին կամ կոմբիկեր են երևի, դե հատուկ իրանց Հայաստան դաշինքի համար կոմբիկեա չէ գալի Մոսկվայից, Եզրասն է ուղարկում, երևի այդ կոմբիկերից կողմից տվել են սրանց։ Սրանց ինչին է անդառնամ Արտուր այս դժբախտ յետիմների։ Արամ եւ եթերի վերջում ուզում եմ անդառնամ մի հարցի, իհարկե մենք բազմիցս ընթերցում ենք մեր հեռուստատիտողների գրած խնդրանքներին, փորձում ենք հնարավորության սահմանում անդառնալ, տես հիմնականում երիտասարդ աղջիկներ են գրում եւ Մարատ Ղուկասյան կամ ներկայանում է նաև Մարատ Ալեքսանյան, ով հարյուրավոր աղջիկների ինչ որ ֆինանսական դասընթացների այո պատրվակով տենց գումարներ է վերցրել, ինչ որ հասարակական կազմակերպություն ունի, գումարներ է վերցրել, քննչականում վարույթ կա բացված, բայց ինչ որ տեղից չի շարժվում, պատճառը հայտնի չէ եւ իրականում նա ոչ միայն գցում է այդ մարդկանց, նաև նամակներում սկսում է սպառնալ ինչ որ հայհոյանքներ գրել, ով իր ականջը քաշում է, վրաց վերադարձնում է, բայց շատերն են բողոքում, հարյուրավոր քաղաքացիներ կան եւ հիմնականում երիտասարդ աղջիկներ, որ խաբված զոհ են դարձել եւ խնդրում են մեր օգնությունը եւ մենք էլ պետքա հորդորենք քննչական կոմիտեում զբաղվող այդ քննիչին, որպեսզի նման տվյալ գործով արագացնի եւ երիտասարդին կարելի է ժամանակ տալ ուղղակի որ մեր սիրելի քաղաքացիներին վերադարձնի։ Այո Արտուր, ես կոչ եմ անում մեր տուժած այդ քաղաքացիներին, կանանց, այդ երիտասարդներին, որոնք որ նման հոմո սապիենսի գործունեությունից տուժել են, եթե ինչ-որ խնդիրներ կա, կարող են դիմել մեզ, մենք եւս հետամուտ կլինենք եւ օրենքի տարին համապատասխան նաեւ եթե պետքա քննչական կոմիտե կդիմենք կամ այլ ուժային կառույցներ, որպեսզի այդ մարդկանց եթե խաբեություն է տեղի ունեցել, գումար են փոխանցել ինչ որ տենց ես ուղղակի այդ խնդրին տեղյակ չեմ, բայց մենք խնդիր չկա, մեր կողմից ինչ հաստում է, մենք կիրականացնենք, բայց եւս մեկ անգամ մենք անցած հաղորդմանը եւս զգուշացեցինք մեր տարեց կանանց նաև որոնք որ միամտաբար փողեր են փոխանցում ես ուղղակի ուզում եմ եւս մեկ անգամ հորդորեմ սիրելի հայրենակիցներ նման դեպքերի նման խնդիր եւ տեղի ունենում է մի զլացեք 5 րոպե է դիմեք մի հատ մոտակա իապա մարմինների բաժանմունք ոստիկանության կամ դրա մեջ ամոթ բան չկա մի հատ իապա մարմինների հետ խորհրդակցեք հասկացեք որ վաղը չկանգնեք sense խնդրի առաջ որովհետեւ այդ մարդիկ Telegram ալիքներ են բացում Արտուր օրինակ Բրազիլիայում նստած թե խեղճ ու կրակ ժողովրդին խափում է եւ վաղ այդ մարդուն վերջում էլ ջնջում է այդ Telegram-ը փողերը փոխանցել են արդեն իմ այդ մարդուն ոնց գնաց վզից բռնես բերես հո այդքան հեշտ չի այդքան հեշտ մեր այդ եթներին որ մենք գնում ենք գցենք կարտոշկի մեշոկը կբերենք հետներս դա բարդ process է դրա համար որ նման խնդիրներ չլինի նման իրավիճակում չհայտնվեն մեր քաղաքացիները խորհրդակցեք հարցրեք մարկանց իապա մարմիններին մարկանց որոնք որ տեղյակ են խորհրդակցեք եւ նման իրավիճակներում մի հայտնվեք իսկ եթե մենք ինչ որ մի բանով կարող ենք օգնել աջակցել ինչ որ մեկին կարգի հրավիրել կամ խնդիր չկա մեզ կարող են դիմել մենք մեր հնարավորությունների սահմանում իսկ մենք շատ մեծ հնարավորություններ ունենք մեր հնարավորությունների սահմանում բնականաբար կօգնենք մեր հայրենակիցներին ինչը որ մենք բարբերաբար անում ենք եւ Արտուր քանի որ մենք արդեն այսպես որպես վերջաբաներ հաղորդման ինձ հաղորդակցություն եկավ հենց նոր
մենք անցած հաղորդմանը գնահատական ենք տվել եւ ներկայացրել ենք Արման Թաթոյանի շո նորաթուխ քաղաքական գործիչ կա նախկին իշխանությունների ով պատրաստում էր վիզ կտրել նախորդ հաղորդմանը մենք անդրադարձանք Նիկոլ Փաշինյանի հետ է ուզում Բանավիճի նոր Ռեմբո ենք ստացել ես նշեմ որ հենց նոր ինձ ուղարկեցին ուրեմն Արման Թաթոյանի այս անպա գորգոր հայտարարությունին պատասխանել է Արագածոտ են հայրենակցական միության նախագահ Գուրգեն Պողոսյանը, ընդ որում ես ցանկանամ ուղղակի ընթերցեմ ուղիղ եթերով, թե սա Արման Թաթոյանին մեկնաբանություն է գրել Գուրգեն Պողոսյանը ու ինչու՞մ է կանոնում այդ մեկնաբանությունը եւ նա գրել է հետեւյալը. Արման ջան, դու կրծեր քաղաքական գործիչ ես եղել, ընդամենը ԱԺ-ի կողմից նախկին իշխանության օրոք Միքայել Մինասյանի միջնորդությամբ Ինչ է ասել, որը լավ տղա է, մեզ հավատարիմ տղա է, լավ իրավաբան եւ նշանակել է Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպան։ Գուրգեն Պողոսյանը գրում է. Հիմա եկել ես ոտիկ ուզում ես մեծ քաղաքականություն մտնես փեսայի խավորությամբ։ Ախր դու կրծեր քաղաքական գործիչ ես եղել։ Ոնց ես քեզ թույլ տալիս քաղաքականությունից խոսում։ Արման ջան, հանրությունը ճանաչելով ձեզ եւ ձեր անցած ուղին, դուք երբեք քաղաքական գործիչ չեք կարող դառնալ։ Ամենակարևորը վարչապետի երազանքով էլ անձնագրային տվյալներով էլ կմեծանաք։ Արման ջան, դուք պրոֆեսիոնալ իրավաբանական գործողություններով զբաղվիք եւ հմուտ ձևով կարող ես ներկայանալ որպես փաստաբան լավագույն։ Հանրությունը շատ լավ գիտի, որ դուք հին իշխանության կամակատարներից եք եղել։ Մարդու իրավունքի պաշտպան եք աշխատել իրենց մոտ, անձնական երևի։ Մի հատ օթից կախված լուրերի այս կողմ այն կողմ ասում ես ես Միքայել Մինասյանին չեմ ճանաչում, նախքին չեմ, մարդկանց այլևս չեք կարողանալու շփոթացնել, որ դուք նախքին պաշտոնյա եք եղել իշխանության սեղանի շուրջ նստած։ Արման, ինչքան դուք քաղաքականությանն եք մոտիկ, այնքան թուրքը խոզի մսին եւ Գուրգեն Պողոսյանը ավելացրել է։ Դուք Միքայել Մինասյանի շատ վստահելի տղաների շարքին եք պատկանում, ինչպես Լևոն Մարտիրոսյանը, Սամվել Ֆարմանյանը, Սևակ Լալայանը, Արմեն Աբելյանը, Գևորգ Կոստայանը, Արման Թաթոյան։ Ուրեմն ես ուզում եմ ողջունեմ Գուրգեն Պողոսյանի այս հայտարարությունը եւ նաեւ նշեմ, որ Արման Թաթոյանը թող մի հատ հիշողությունը խոտ տա եւ հիշի թե մի տարի առաջ եւ նրան ասում էին բախի չեք մտնում քաղաքականություն այդպես հայ չեք ներկայացնում, նա ասում էր սպասում եմ Մինասյանը որ ասի։ Այսինքն փաստեր կան, մարդիկ կան, որոնք նրա հետ շփվել են, տեղյակ են եւ Արման Թաթոյանին ուղղակի եւս մեկ անգամ կոչ եմ անում պարոն Թաթոյան, մի հատ մենք հրապարակային հարց էինք ուղղել Բիբար Բադրջյանի հետ կապված Վրաստանից երբ մաքսել ենք ճանապարհով Օսիկյան Արտուրի վարորդի անունով այդպես ինչ-ինչ ճանապարհներով բերել էին որ Թաթոյան Արմանը եւ Օսիկյանը մատակարար էին քրեակատորական հիմնարկներին արեցրով էին զբաղվում եւ այդ մեքենան բռնվել էր եւ կիրառվել է վարչական այդպես տուգանք 970 քանի հազար դրամ եթե չեմ սխալվում փաստաթուղթը կա ես Արման Թաթոյանին ուղղակի մի բան պետք է ասեմ որ նա հասկանա որ նա քաղաքական գործիչ չի կարող դառնալ քանի որ քաղաքական գործիչ ուղղակի մենք տեսել ենք չէ ջեմոցային պայմաններում գործիչներին հանրապետական բարգավաճ Հայաստանից են նաև եղել կհիշեք մենք այդ ամեն ինչը տեսել ենք չէ ուր են այդ գործիչները Ծառուկյանի թմի կեսը կհիշեք հայտի դեպքեր եղավ Գայիկ Ծառուկյանը հացի տեր էր սարքե հացի փող չունեին Թողին Ծառուկյանին փախան շամպես Հայաստանից փախան ուղակի այսինքն այդ ամեն ինչը մենք տեսել ենք չէ որ չի կարելի ջեմոցային պայմաններում մեծացած այդ կորմը կերած լափամանից օգտված մարդը չի կարա երբևէ դառնա քաղաքական գործիչ, որովհետև մի հատ փռշտանք տեղնուտեղը ուշքը կգնա։ Հիմա ես ուղղակի կոչ եմ անում այդ ջեյմոցում մեծացած քաղաքական գործիչներին, զբաղվեք ուրիշ գործով ձեր մասնագիտական, միգուցե դուք լավ մասնագետ եք։ Գեոդեզիայով բանով չէ, որ վազում էին սահման 5 սանտիմետր Ադրբեջանը անցել է սահմանը։ Դե հիմա նաև Արամ ջան, մանդարինի ներմուծման լավ շրջանն է, նաև հնարավոր է Վրաստանից արդ ոչ թե մաքսանենք, թող օրինական ճանապարհով մանդարին ներմուծի եւ մենք խոսանք ընդ եթե պետքա Երևան Սիթիում մի հատ տոշկա կտան, թույթ այդ փակ շուկայում մանդարին բան ծախի։ Այսինքն Արտուր, եւս մեկ անգամ ես կոչ եմ անում այս մարդկանց, որ ես նրանց լավություն եմ անում որովհետև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մենք սարսափելի բացահայտումներ ենք իրականացնելու
տղաներ, փոքրիկներ, տղաներ եւ աղջիկներ, քանի ուշ չի, գնացեք զբաղվեք այլ գործով։ Միքայել Միասյանը, Սերժիկ Սարգսյանը եւ էթնիկ ադրբեջանցի Ռոբերտ Քոչյանը Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտում ապագա չունեն։ Դե շնորհակալություն Արամ քեզ։ Սիրելի հետևորդներ, շնորհակալություն ձեզ, որ մոտ 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ։ Պետք է խնդրեմ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները բաց չթողնեք, ինչպես նաև պետք է խնդրեմ լայքեք եւ կիսվեք այս տեսանյութով։ Այսքանն ենք նախատեսել այս երեկոյի համար, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն էր, իսկ ես Արթուրն էի, բարի եւ խաղաղ գիշեր ենք մաղթում մեր սիրելի հայ ազգին եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։